Բարև ձեզ։ Եկեք միասին շարունակենք դիտարկել տեքստային խնդիրները առաջին շտեմմանից եւ հիմա դիտարկենք հետեւյալ խնդիրը։ Արշակը եւ բաբկենը միասին կշռում են 119 կիլոգրամ, արշակը եւ գեղամը 122, իսկ բաբկենն ու գեղամը միասին 127 կիլոգրամ։ Հիմա եկեք կատարենք նշանակում, եկեք արշակը նշանակենք։ Արշակ նշանակենք x-ով, բաբկենը նշանակենք y-ով, իսկ գեղամի նշանակենք z-ով։ X, Y, Z-ից օգտվելով եկեք կազմենք հավասար։ Ուրեմն առաջին ինչ ասում եմ, ասում եմ արշակ եւ բաբկենը միասին կշռում են 119 կիլոգրամ։ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է X գումարած Y-ը հավասար 119 կիլոգրամ։ 119-ը։ Հետո ասում եմ արշակը եւ գեղամը, արշակը դա X-ն է, գեղամը Z-ը, X գումարած Z-ը կազմում է 122 կիլոգրամ։ Այսինքն 122-ի հավասար, իսկ բաբկենը եւ գեղամը, այսինքն Y գումարած Z սա էլ հավասար է համապատասխանաբար 127-ի։ Շատ լավ։ Հիմա եկեք այս ամբողջ մեր ունեցած այս 3 հավասարները իրար գումարենք, կստանանք հետևյալը, որ x գումարած y գումարած x գումարած z գումարած y գումարած z-ը հավասար է 119 գումարած 122 գումարած 127։ Այ հավասար է սրա։ Հիմա այստեղ նման ընդհանուր միացում անենք, ստանանք հետևյալը, եկեք ես վերևում գրեմ, այս ներքև տեղ ունեմ 2x, 2 հատ x ունեմ, հետո 2 հատ y ունեմ, գումարած 2y, գումարած 2z, հավասար։ Եթե այս թվերը ես այդ գումարեմ, համապատասխանաբար կստանամ 368։ Հասա 368-ի։ Հիմա այս հավասարման երկու կողմներ, եկեք երկուսով կրճատեմ։ Կստանամ հետևյալը, վերևում եմ գրում x գումարած y գումարած z-ը հավասար է 368-ը բաժանած 2-ի լինելու է 184։ Հավասար է 184-ի։ Ունեցանք հետևյալ, որ x գումարած y գումարած z-ը հավասար է 184։ Շատ լավ, հիմա եկեք տենանք ինչ ասում խնդիրը մեզ։ Քանի կիլոգրամ է կշռում արշակը, բաբկենը եւ գեղամը միասին։ Ահա, իրենք միասին չքան, այսինքն x գումարած y գումարած z-ը ինչի հավասար։ Ստացանք հավասար 184-ի։ Քանի կիլոգրամ է կշռում արշակը։ Okay, մեզ ուզում եմ իմանանք x-ի արժեքը, այսինքն այստեղից։ Հիմա դրա համար կասենք հետևյալ, այստեղից x ինչի հավասար, x-ը հավասար է 184 հանած փակագծի մեջ գրած y + z։ Չէ՞։ Եթե ես այս երկուսը վերցնեմ փակագծի մեջ, սա տանը հավասարման աճում ես, կստանամ x-ը հավասար է 184 հանած y + z։ Իսկ y + z-ը ես այստեղ ունեմ 127, այսինքն կարամ ասեմ, որ x-ը հավասար է 184 հանած y + z-ն հավասար է 127-ի հանած 127։ Հավասար է սրան։ Ահա, իսկ այստեղ այս թվաբանական հաշվարկը, որ իրականացնենք, այստեղ տալիս է 57։ Այսինքն քանի կիլո արշակը 57 կիլոգրամ է։ Քանի կիլոգրամ է բաբկեն ծանր արշակից։ Հիմա որ հասկանանք քանի կիլոգրամ է բաբկենը ծանր արշակից, ինչ պետք է անենք։ Եկեք դիտարկենք հետևյալը, x + y-ը հավասար է 119-ին, այսինքն արշակի եւ բաբկենի քաշը միասին 119-ն է։ Այստեղից y ինչի հավասար կլինի։ Եթե x-ը արդեն ստացել եմ 57, կստանանք 119 հանած 57, որն էլ իր հերթին հավասար է 62։ Հիմա ես պետք է գիտեմ, որ y-ը 62-ը, այդ կերպ ասած բաբկենը 62 կիլոգրամ է, արշակը 57 կիլոգրամ է։ Հետևաբար, եթե ուզում եմ իրենց տարբերությունը զանգվածային մասով իմանամ, կարող եմ 62-ից անել 57, որն էլ իր հերթին հավասար է 5-ի։ Ահա, այսինքն քանի կիլոգրամ է, ստացանք 5 կիլոգրամով։ Քանի կիլոգրամ է արշակի, բաբկենի եւ գեղամի միջին քաշը։ Շատ լավ, միջին քաշը իմանալու համար պետք է ընդհանրապես ինչ որ բանի միջին նշանակում է գումարը բաժանած իրենց քանակի վրա։ Ես գիտեմ, որ x գումարած y գումարած z հավասար 184-ի, հետաբար 184-ը կբաժանեմ 3-ի կստանամ իրենց միջինը։ Այս մասը մաքրեմ, սա ինձ պետք չի։ Միջին քաշ ունենալու համար կվարվեմ հետևյալ կերպ։ x գումարած y գումարած z-ը, գրեմ x գումարած y գումարած z-ը կբաժանեմ 3-ի, որը իր հերթին հավասար է 184-ը բաժանած 3-ի, 184-ը 3-ի չի բաժանվում, լինելու է ինչքան։ Այստեղ ամբողջ մասով լինելու է 61 ամբողջ 1/3։ Այսինքն երրորդ տարբերակը։
Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, կարծում եմ բարձր եւ հասկանալի հարցերն դեպքում գրեք մեկնաբանության դաշտում, ստիպ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տաձև վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։